Աստվածակուռ, գեղեցիկ խոսուն ամենաուժեղ է Հայաստանի բնությունը, անբացատրելի է ու միշտ զարմացնող։ Ու ես լուռ եմ, ունենք այնինչ ունենք ու պարզ է այս լռությունը, զուսպ, պապիս նման իմաստուն, չագահ։ Գիտեք, ես հասկանում եմ մեր թշնամուն, նաև ինչ խոսք, սարկազմով, բայց նրանց պատմաբաններին ու գրողներին, որ իրենց պաթոլոգիկ երևակայությամբ Պրեդբերի ու Ազիմովի հացը կտրել են։ Իրականում պատմաբան ու հնագետ չունեն, որովհետև պատմություն չունեն։ Սաղ գրող են, հոչ են գրում։ Մեկ ինձ թվում է, թե փորձության բոլոր ձևերը ասես առաջին անգամ հենց մեզ հայերից վրա են կիրառվել։ Ամենահին ազգը լինելու փորձությունը, աշխարհագրական բարդ դիրքի, վատ հարևան ունենալու, դավաճանության, վտարանդի լինելու, միամիտ լինելու փորձությունը, առաջին միամիտը հայ է եղել։ Վատ հարևան ունենալու արդիվ մի բան հիշեցի, տղաներից մեկը պատմեց, որ ռազմական գործողության նպատակը թշնամու զինանոցի պարունակության հաշվարկն էր եղել։ Քանի միավոր հրետանի, զենքի ինչ տարատեսակներ կան, ինչևէ։ Ասում է հասանք իրենց խրամատներին ու բոլորը 6 հոգի քնած էին։ Մեկն արթնացավ, քարացանք։ Ընդամենը իր պետքն էր հոգում։ Զինվորները զարմացան, խրամատում, նույն տեղում որ իրենց սահմանը պիտի պահեն, հերիք չի քնած են ու չեն հսկում դեռ մի բան էլ, ինչևէ։ Հարցրի սպանեցիք, ոչ մի կերպ։ Ոնց։ Նախ քնած էին, բացի այդ խնդիրն այլ էր։ Ուզում եմ ասել հայ զինվոր, իմ հպարտություն։ Ես խոնարհվում եմ ձեր առջև, ձեր ազնվական տեսակի առջև։ Բամարդ իր տունը չհսկի, վստահ են, գիտեն, որ հայը, թալիատ ես եմ Սողոմոնը խոսքերով դիմող, աչքերին նայող տեսակն է, անգամ կռվելիս է արժանապատիվ, ու քնածին չի սպանի։ Հայ զինվորի հայրենիքը իր տան շեմից մինչև խրամատն է, ու մարդ չի կեղտոտի իր տունը։ Ուժեղը առաջինը չի կռվում, իմաստունը չի բանավիճում։ Ազնվական հայը քնած թուրքին, դաշտում աշխատող մշակին, անմեղ երեխային, հղի հարսիկին, անօգնական ծերունուն չի սպանում, չկա նման օրինակ, չկա։ Ու մի բան էլ, օ ինչ հայրենասեր աղջիկ է։ Գիտեք, ես հայրենիքս պաշտում եմ, ինչպես մորս եմ պաշտում, ու մեկը մինչև օրս չասած, օ ինչ մայրասեր աղջիկ է։ Տարիքը գալիս է ու տղերքը գնում են բանակ ու դա բնական է։ Խաղաղությունը թանկ է, թանկարժեք է, դժվար է ու պարտադիր քրիստոնյայի համար, ու այդ տղերքն են պահում մեր երկրի խաղաղությունը իրենց արիությամբ ու կյանքի գնով։ Ու այդ տղերքը դիրքերը պահելիս չեն մտածում, թե օ ինչ հայրենասեր ենք մենք։ Երկրի սահմանները պահելը, հայրենիքը պաշտելը մորը սիրելու նման օրինաչափություն է։ Փառք ու պատիվ հայ զինվորին ու խաղաղ ու անփորձանք ծառայություն Հայաստանի ու Արցախի սահմաններում։ Տղերք, ձեր լուր հայրենասիրությանը մատաղ։ Մի բան էլ հիշեք, մեռնողը դավաճան է։ Եթե այս ելույթը սկզբում լիներ, ես կարծում եմ այդքան ծակծկող ելույթներ չէին ասի ու հեռանան իստերի դահլիճից։ Արագած Ախոյան։